Ուզում եմ սկսենք Հովանեսի 9-րդ գլխից, որտեղ որ հասել էինք, երբ որ Քրիստոսը շաբաթ օրը բժշկություն է անում եւ մեծ խնդիրների առաջ է կանգնում։ Հենց առաջի համարից սկսվում է այսպես. Եվ անց կենալիս մի մարդ տեսավ ծնունդից կույր, եւ նրա աշակերտները հարցրեցին նրան եւ ասեցին. Ռաբի, ով է մեղանչել, սա թե նրա ծնողքը, որ կույր է ծնվել։ Հիսուսն էլ պատասխանեց. ոչ դա մեղանչել եւ ոչ էլ իր ծնողը, այլ որ Աստծո գործերը հայտնի լինեն դրանում։ Ինձ պետք է նրա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կա, գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ոք կարող չէ գործել, քանի որ աշխարհում եմ, լույս եմ աշխարհքի, այս ասելով ցեխը պատրաստեց եւ թքից ցեխ շինեց եւ ցեխը քսեց կույրի աչքերի վրա եւ նրան ասաց. գնա լվացվիր Սելովամի ավազանում, որ թարգմանված նշանակում է ուղարկված, եւ նա գնաց լվացվեց, եկավ եւ տեսնում էր։ Մինչև 8-րդ համարը մի փոքր վերլուծենք, հասկանանք ինչա Տերը ասում։ Իրականում մենակ առաջի 3 համարները կարելի է ժամերով խոսել այս մասին։ Նախ ասեմ, որ 4 տարբեր թարգմանություններում կարդացի այս համարը, առաջի 3 համարները, որոնք այն շատ քննարկվող համարներից են աստվածաշնչյան եւ սխալ մեկնաբանվող համարներից են եւ իրավունք ունեն մարդիկ, որովհետեւ թարգմանությունները սխալ է թարգմանված, որոշակի թարգմանություններ։ Ուզում եմ կարդամ Էջմիածին թարգմանությունը, իմ գիրքը Արարատ թարգմանությունն է եւ Էջմիածինի թարգմանությունը, որից ես քիչ եմ օգտվում, այսպես է ասում. Հիսուսը պատասխանեց. ոչ նա է մեղավոր, ոչ էլ նրա ծնողը, այլ որպեսզի սխալ այս նրա մեջ Աստծո գործերը հայտնի դառնան, այլ որպիսի նրա միջոցով Աստծո գործերը հայտնի դառնան։ Այս որպիսի բառը հունարենից սխալ է թարգմանված Էջմիածին թարգմանության մեջ։ Գիտես, ոնց որ ուզենա ասի, Աստված հիվանդացրել է, հիվանդը թույլ տվել ծնվի այս երեխեն, որպիսի գա ժամանակը եւ իր գործերը երևա եւ փառավորվի։ Եվ շատերս մանուկ հոգևոր հասակում միգուցե շատ լավ կուլ տանք այս խոսքը եւ այսպես էլ արտաբերենք, ժամանակին միգուցե ես էլ եմ ասել, բայց սա շատ սխալ է, որտեվ մեր Աստված կատարյալ սեր է եւ նրա մեջ բնավ ուրիշ բնույթ չի կարող լինել։ Նա երբեք թույլ չի տա, որ երեխան հիվանդ ծնվի։ Հիվանդությունը դա պարզապես այս մեղսալից կյանքի եւ մարդկանց կեղտի, այս մթնոլորտի պատճառով է, Աստված կապ չունի եւ շեշտը այս համարում դրված է, որ մեղքի պատճառով չի ծնողների, որ երեխան հիվանդացել է։ Ասեմ, որ երբ որ իմ Դեբորան հիվանդացավ, շատեր այս համարն էին ասում եւ ես էլ էի այս համարը հոգուս մեջ մի քանի անգամ առել Տիրոջից, որ ոչ մեղքի վարձք չի սա, մեղքի պատճառով չի, այլ որ Տերը փառավորվի, բայց երբ որ այդ մեջտեղում տեղադրում ես, որպիսի Տերը փառավորվի, այսինքն Աստված թույլ է տվել, որպիսի ինքը փառավորվի, դա արդեն ամբողջական հիմնային փոխում է իր բնագիրը։ Արարատյան թարգմանության մեջ ավելի ճիշտ է գրված, ավելի ճիշտ ինձ համար, այլ որ Աստծո գործերը հայտնի լինի դրանով, այսինքն Աստված իրավիճակները օգտագործելով
իր փառքն է ցույց տալիս բժշկելով, այստեղ տեսնում ենք Աստծո սերը, այստեղ տեսնում ենք Աստծո բժշկարար կատարյալ զորությունը։ Հունարեն թարգմանությունում ընդհանրապես ավելի խորն է ասում, նրա կուրությունը չի բխում մեղքից, ոչ ծնողքի, ոչ իր, բայց այս իրավիճակում Աստծո գործերը տեսանելի կլինեն։ Հասկանում եք, Աստված վերցնում է իրավիճակները, ոչ թե Աստված իրավիճակներ է տալիս, այլ այս մեղսալից կյանքում իրավիճակները Աստված փոխում է ի բարիին։ Եվ ոչ մի տեղ չի ասում, որ Աստված է հիվանդություն պատճառում, որ հետո փառավորվի։ Սա Հայր Աստծո կատարյալ բնույթի աղավաղում է։ Հիսուսը պարզ ասում է, որ ոչ նա եւ ոչ իր ծնողը չեն մեղանչել, ու հիվանդությունը պատիժ չէ, որպեսզի Աստծո գործերը հայտնվեն, այլ տրված է, որպիսի այլ իրավիճակը օգտագործում է Աստված, որպիսի նրա գործերը հայտնվեն եւ մարդիկ ճանաչեն Աստծո կատարյալ սերը եւ հնարավորությունները։ Եվ նշանակում է, որ այդ իրավիճակներում Աստված պետք է գործի բարելավելով, բուժելով, վերականգնելով, ոչ թե հիվանդության պատճառով, այլ ինչ իրավիճակում է լինենք, Աստված մեզ հետ է, որպիսի ամեն բան բարիին մեզ բարիին գործակից անի։ Եվ այս դեպքում, հա, պետքա մենք հոգևորներս, որ շատ սիրում ենք դատել, ասեմ, որ մենք այս մեղքի մեջ շատ հմտացել ենք եւ պետքա զգուշ լինենք եւ շատ զգուշ լինելով, որ չդատենք այն մարդկանց, որոնք դժվար իրավիճակներով են անցնում, ասելով, թե այ տես Աստված պատժեց, դա նախ դու վիրավորում ես Հայր Աստծուն, որտեվ Աստված չար բանով չի փորձում, Հովանեսի թղթերի, Հակոբոսի թղթի մեջ է գրված, այլ մենք մեր սխալ կյանքով, հա, մտքերով ընկնում ենք չար փորձությունների մեջ եւ երբեմն էլ, հա, ոչ թե մեր պատճառով, այնպես այս իրավիճակում, այլ աշխարհը մեղքի մեջ ընկղմվել է եւ ամեն բան ստանում է իր ավարտին, իր կործանմանը, կորստին։ Ուստի մենք պետքա շատ զգուշ լինենք նաև դատապարտելուց, նախ առաջին Աստծուն ենք վիրավորում, նրա բնույթը աղավաղում ենք եւ երկրորդը Աստծո դուստրերին, Աստծո որդիներին, որոնք սրբության մեջ են, մենք անուններ կարող ենք կպցնել, որ նույնպես Աստծո աչքի բիբին են կպնում գրվածը։ Անգամ միտեղ Աստված ասում է իմ զավակը 7 անգամ կընկնի, չի ասում չի ընկնի, սա ընկնել նշանակում է մեղ կգործի, կընկնի կհելնի, ընդհանրապես երբ որ Աստված 7-ը ասում է 7-ը դա անսահմանության թիվն է նաև, ամբողջականության, Աստծո ամբողջ արարչագործությունը տևեց 7 օրում, 7-ը նշանակում է ամբողջական, իր մեջ ներառում է անսահմանություն։ Եվ եթե ինքը 7 անգամ ընկնի հելնի էլ, դու ով ես, որ իմ զավակին դատում ես, դու ով ես, ով քեզ դրեց դատավոր, մենք պետքա շատ զգուշ լինենք։ Ոստի այս հատվածը խոսում է Աստծո արձագանքի մասին, տառապանքի մեջ լինողներին, նրա սրտացավության, բարեկամեցողության նկատելու, բժշկելու եւ ոչ թե տառապանքի պատճառով փառավորվելու։ Այս այնքան կարևոր է, սիրելիներ, որ մենք Հայր Աստծո սիրտը ճանաչենք, նա երբեք տառապանքի պատճառով չի փառք փնտրում։
նա իրավիճակը փոխում է, որպեսի փառավորվի եւ ամենակարևորը, որ դուրս գան իր զավակները այդ իրավիճակներին։ Սա շատ անարդար նաև կլիներ այն մարդկանց, այն հոգևորների հանդեպ, մարդկանց հանդեպ, որոնք տառապանքի մեջ են։ Հենց իր խոսքի դեմ կլիներ իր գործելավոճը նաև, հա, որ ասում է Աստծո զավակները չպիտի անցնեն կրակների, ջրերի, հորդանքների միջով։ Արդյոք տենց համար կա։ Ոչ, գրված է, որ կանցնեք կրակների միջով, կանցնեք ջրերի, գետերի միջով եւ չեն ողողի ձեզ, կրակները ձեզ չեն այրի։ Արդյոք Աստված ասել է, որ չեք անցնի կրակի միջով։ Ոչ, հակառակը, նեղ ու փշոտ եւ քարքարոտ է։ Ինչ է նշանակում փուշ, քար, դրանք ցավեցնող իրավիճակներ են, նեղ ճանապարհ, որտեղ նեղված կա ու փշեր ու քարեր, սա Աստծո զավակներին է ասում, որ նեղ է այդ ճանապարհը, ովքեր որ մտնում են եւ կունենան այո իրավիճակներ։ Եվ իրականում ով է ասել, որ Աստծո զավակները չպիտի անցնեն նման իրավիճակների միջով, որտեղ է դա գրված, ով է ասել, որ ժայռի վրա շինված տունը, որը հենց Քրիստոսի վրա շինված, Աստված պաշտության, սրբության վրա շինված, այսինքն սրբվածների մասին է այստեղ խոսքը, արդյոք Աստված ասել է, որ չի գա դրանց վրա փոթորիկներ, անձրևներ եւ տարատեսակ փորձություններ կգան, ասում է, երկու տան վրա էլ եկան անձրևներ, փոթորիկներ, բայց կանգուն մնաց, բայց չսասանվեց, ոչինչ չկարողացավ նրանց սասանել եւ իմ ամենասիրած համարներից մեկը, որը գրված է Հռոմեացիների 8:35-ից 39, ուզում եմ կարդամ։ Ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սերից։ Սա ասում է ամենամեծ առաքյալներից մեկը, որը որ անցել է այդ ճանապարհները, նա հենց այնպես չի ասում, սա ինչը կբաժանի ինձ տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերկությունը, թե վտանգը, թե սուրը, ինչպես գրված է, թե քեզ համար մերձվում ենք բոլոր օրը եւ մորթվելու ոչխարի պես համարվեցանք, բայց այս ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց, որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ զորություն, ոչ իշխանություններ, ոչ ներկա բաներ, ոչ էլ գալու բաներ, եւ ոչ բարձրություն, ոչ խորություն, եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող չէ մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Ամեն, սա իմ սիրած համարներից մեկն է, որովհետև այո լինելու են այսպիսի իրավիճակներ եւ մենք տեսնում ենք, հա, մեր հոգևոր քույր եղբայրներին Նիգերիայում, եթե նրանք ասեն, որ իրենք քրիստոնյա են, տեղն ու տեղը գլխատում են, սիրով սպանում են, չգիտեմ քանի տասնյակ հազարավոր քրիստոնյաներ անցած տարի եւ այս տարի նույնպես արդեն գլխատվել եւ նահատակվել են քրիստոնյա լինելու համար։ Եվ ինչ է, կբաժանի դա նրանց Քրիստոսի սիրուց, արդյոք կդառնան մուսուլման, արդյոք կմերժեն իրենց կրոնը, ոչ, Պողոս առաքյալը սա փորձառությունով է գրել եւ ասում է, արդյոք տառապանքը, նեղությունը, սովը, սուրը ինձ կհեռացնեն, մեզ կհեռացնեն։ Եվ սա շատ անձնական է նաև, հա, քույրեր ջան,
Նաև մեր ընտանի անդամներին ամեն մեկ առանձին Տիրոջ առաջ պիտի կանգնի, ամեն մեկը համարձակություն պիտի ունենա, երբ որ սուրը դնեն իրանց վզին ասեն սպանեք Քրիստոսի համար, ոչ ոք, ոչ մեկի տեղը չի կարող երկինք գնալ կամ ինչ որ հարցեր լուծել, որպիսի ամեն բան լավ լինի նրա համար։ Մենակ կարող ենք աղոթել, բարեխոսել, որ փորձությունների ժամանակ համբերություն տա Աստված, ելք տա, ինչպես որ գրված է, որ փորձության հետ Աստված ելք է տալիս, որպիսի մենք համբերենք։ Եվ այս երիտասարդը ծնված օրվանից էր կույր եւ գիտես շատերը գիտեին իրեն որպես կույր եւ անցնում էին սովորական դարձել էր այդ մարդ իրենց համար այդտեղ նստող մեկը, բայց Քրիստոսն անտարբեր չանցավ բոլորի պես։ Այսօր Քրիստոսն ուզում է, որ մենք նույնպես նմանվենք նրան։ Այսօր դպրոցում դասավանդում էի, նաև երեխաներին էի ասում ենք պետք է նմանվենք Քրիստոսին։ Մի հատ աղջիկ երեխա, կարծեմ 8 տարեկան էր, ասեց, բայց ես աղջիկ եմ, ինքը տղա է, ես ոնց նմանվեմ իրան։ Այնքան ծիծաղեցի, սենց մանկական այդ միամիտ, այդ հավատքը, այդ ամեն ինչ ընդունելը, ամեն ինչ վերցնելը, այնպես ինչպես ասվում է։ Այո, մենք կլինես կին, թե տղամարդ, երիտասարդ, թե պատանի աղջիկ, թե տղա, դա կարևոր չի։ Մենք պետք է բոլորս նմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը անտարբեր չանցավ կույրի կողքով եւ իր այդ ոչ անտարբերությունը բերեց մի այնպիսի հրաշքի այդ երիտասարդի կյանքում, իր ամբողջ կյանքը փոխվեց։ Ամբողջ կյանքը ինքը առաջին անգամ տեսավ բաներ իր կյանքում եւ քո չանտարբեր լինելը կփոխի քո շուրջը։ Տես մարդիկ դարձել են սառած, անտարբեր, անսեր եւ ովքեր են որ պետքա ցույց տան Քրիստոսին այս աշխարհի վրա ամբողջ մարդկությունը սպասում է որդիների հայտնությանը։ Ինչա ձեզ թվում է պիտի լոպազանանք, կանգնենք, ասենք Աստծո զավակ ենք, ոչ, դա նշանակում է Աստծո զավակի բնույթը, սերը, ողորմածությունը, ներողամտությունը, համբերությունը, աշխարհն այսօր սպասում է, այսօր խեղտամահ են լինում մարդիկ, ինքնասպան են լինում սիրո պակասից, անտարբերությունից եւ Տերը ողորմություն անի, որ այս ամեն ինչի մեջ մենք հաղթանակ ունենանք։ Տերը ողորմություն անի, որ մենք կարողանանք հսկենք այն ամեն ինչը որ մեր կյանքում, մեր ներսը կարող է դեռ փոխվել, կարող է դեռ կատարելության գնալ, որպեսզի մեր շուրջը փոխվեն, մեր ընտանիքներից սկսենք, մեր ընտանիքներում փոփոխություն գա։ Եվ գրված է, որ ցեխը սարքեց, թքով սարքեց, շատերը այստեղ իրենց փիլիսոփայություններն են անում, մեկը ասում է հող ենք դրան համար հող վերցրեց, մեկն ասում է թուքի մեծորություն կա։ Գիտես, ոչ մի բանն էլ կարևոր չի, կարևորը հավատքն է։ Դու եթե անգամ այդ ցեխն էլ չսարքես, ձերքերը դնես, հավատքով աղոթես, կույրը կբժշկվի, կաղը կկանգնի եւ ամեն բան իր տեղը կընկնի հավատքով, կբուժվի, կազատագրվի։ Հավատքն է, որ բժշկություն է բերում, ոչ թե կրկնօրինակելը, հա, ես տեսել եմ աֆրիկացիներ, որոնք թքում են էլի հողի վրա, սարքում են, քսում են մարդկանց վրա, անգամ ավելի տգեղ բաներ են անում եւ ոչ մի բժշկություն էլ չի լինում։ Բժշկությունը գալիս է
Հիսուսն ասեց. ես անում եմ այն ամենը, ինչ որ հորը տեսնում եմ անելուց։ Չենք կրկնօրինակում։ Տեր ջան, օրհնիր քո խոսքը, մենք քանդում ենք ամեն չար ծրագիր, ամեն հարցակում, թող որ քո խոսքը, որը սուրա երկսայրի սուրա, որը որ դեղա, որը որ յուղա Տեր, իր գործն անի մեր կյանքերում Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ այս մարդուն սկսեցին հարցախեղ տանել փարիսեցիները, հա, 8-րդ համարից, բայց դրացիները եւ նրանք, որ առաջուց տեսել էին նրան, որ կույր էր, ասում էին, չէ որ սա է այն նստող մուրացողը, ուրիշներն ասում են, թե նա է, ուրիշներն էլ, թե նրա նման է, բայց ինքն ասում է, թե ես եմ, եւ նրան ասում էին, ապա աչքերդ ինչպես բացվեցան, նա էլ պատասխանեց եւ ասեց, մի մարդ անունը Հիսուս ցեղ շինեց եւ աչքերիս քսեց եւ ինձ ասաց գնա Սելովան ավազան եւ լվացվիր, գնաց եւ լվացվեց եւ տեսնում եմ, գնացի եւ լվացվեցի եւ տեսնում եմ եւ նրան ասեցին, ուր է նա, ասաց չգիտեմ։ Գիտեք, սա էլ շատ կարևոր է, երբ որ նշաններ են լինում, հրաշքներ են լինում, ազատագրումներ են լինում, մարդիկ սկսում են կասկածել, արդյոք Աստված արեց, Աստծուց էր, թե Աստծուց չէր, շատերն ասում են, որ դա Աստուց չի, հա, չի բոլոր ինչու համար բոլոր հոգևորները չեն կարողանում այդ դեպքում անել, ինչի իր մոտ ստացվում է, իր մոտ չի ստացվում, սա պարզապես նույնպես դիվային է, որը որ խանգարում է այն կատարյալ աստվածային հրաշքը, որ ծնվում է, սկսում են կասկածել։ Իմ հետ էլ է շատ եղել, մարդիկ ասել են, բա որտեղից այդ օծությունը, ով ա տվել, ինչի մեր հետ միջոցով չի լինում, քո միջոցով լինում է եւ սկսում են կասկածել։ Եվ շատ օծյալներ, որոնք Աստծուց օծված են, սկսում են կասկածել, արդյոք Աստծուց է։ Սա վտանգավոր բան է նույնպես, դատելու նման մի բան է, որը պետքա շատ զգույշ լինենք։ Փարիսեցիները ընդհանրապես ավելի հեռուն գնացին, սրանք դրացիներն էին, որոնք այս մարդուն ճանաչում են, իսկ փարիսեցիները նրան տարան նրան եւ մի ժամանակ կույր էր եւ շաբաթ օրեր, երբ Հիսուսը ցեղը շինեց եւ նրա աչքերին բացավ, փարիսեցիները դարձյալ հարցնում էին նրան, թե ինչպես տեսար եւ նրանց ասած ցեղը դրեց աչքերիս վրա, լվացվեցի եւ տեսնում եմ փարիսեցիներից ոմանք ասեցին այդ մարդն աստվածանից չէ, որ շաբաթը չի պահում, ուրիշներն ասում են, ինչպես կարող է մի մեղավոր մարդ այսպիսի նշաններ անել եւ բաժանմունք կար նրանց մեջ, դարձյալ ասացին կույրին, դու ինչ ես ասում նրա համար, որ աչքերդ բացավ եւ նա ասաց, թե մարգարե է։ Գիտես, փարիսեցիները ներկայացնում են այսօրվա կրոնավոր հոգևոր խավը, որոնք ամեն բան զննում են, քննում են, բայց որ պետքա պարզապես ընդունել, որ Աստված մեծ է եւ Աստված հզոր գործեր է անում միջև այսօր եւ չկասկածել Տիրոջ գերբնական գործերի վրա։ Եվ ցավոք սրտի այսօր նույնպես կան, իմ կյանքում էլ ա եղել, որ սկսել են կասկածել, բաներ խոսել եւ պահի տակ մտածում ես, իրանք ոնց որ ինձ ավելի լավ են ճանաչում, քան թե ես ինձ, կարող է իրանք ինչ որ բան գիտեն, որ ես չգիտեմ, այնքան պրոֆեսիոնալ են իրանց դատելու մեջ, որ անցնում են մտքի բոլոր այդ շերտերը։ Եվ այս մարդուն այնքան են հարցախեղ տանում, արդյոք ինքը մարգարե էր, արդյոք բարի էր, արդյոք մեղավոր էր ինքը,
Եվ շատ ճիշտ տեղին մի բան ասեցին, որ մեղավորը չի կարող նման հրաշքներ անել եւ շատ նման է Հիսուսի այն խոսքին, որ ասում է Բելզեբուղով Բելզեբուղ չես հանի, այն տունը, որ իրար մեջ բաժանված է, չի կարող կենալ, այսինքն եթե դևը դևի դեմ հելնի, ոնց կանգնած մնա իրանց արքայությունը, իրանք մեզանից խելացի են, իրանք այդքան չարության մեջ այնպիսի միաբանություն կա իրանց դժոխքային չար ծրագրերի մեջ, իրանք միաբան են։ Այ մենք ենք, որ միաբան չենք, այ մենք ենք, որ իրար բսկտում ենք։ Դրա համար շատ կարևոր է, որ կասկածամիտ չլինենք։ Եթե հոգով զգում ես, որ ինչ որ եղբայր, ինչ որ բաներ է ասում, քույր, որ ցենց դուրը չի գալի, ավելի լավ է մի հաղորդակցվիր, բայց մի դատապարտիր, որովհետև արդար դատավորը մենակ մեր Տեր Հիսուսն է եւ Հայր Աստվածը։ Եվ չդադարելով կանչեցի նրա ծնողներին եւ սկսեցին ծնողներին հարցախեղ տանել, որ արդյոք ձեր որդին ծնված օրվանից է կույր եղել, բայց եթե հիմա ինչպես է տեսնում, եւ վախենալով ծնողները ասեցին, բայց թե հիմա ինչպես է տեսնում չգիտենք, կամ ով բացեց նրա աչքերը, մենք չգիտենք, ինքը չափահաս է, իրեն հարցրեք, թող ինքը խոսի իրեն համար։ Նրա ծնողները այս ասելով, որովհետև հрьяաներից վախենում էին, որովհետև հрьяաները արդեն միասին որոշել էին, որ եթե մեկը Քրիստոս դավանի, նրան ժողովարանից դուրս հանեն։ Գիտես, նրանցն էր անունը, նրանցն էր զորությունը, նրանք էին կարևորները, ինչպես այսօր անունը չասեմ, մեր Հայաստանի սևազգեստները իրանք են, որ կան, բայց մի հատ Աստված շարժի, այնքան կեղտ կհելնի ջրի երեսը, եւ Աստված շարժում է, եւ Աստված մաքրում է, բայց ահ ու սարսափ կար նմաններից, թե այն դարաշրջանում, թե հիմա, այ եթե լիներ այն հին մեր նախագաները, այ թե փորձեր մեկը սենց բաներ աներ, Փառք Տիրոջը, որ ամբողջ դատական կազմը, ամբողջ ոստիկանությունը փոխված է, այ նմաններին, որոնց նա զորությունը եւ անունը եւ աթոռը չէիր կարող թե այն ժամանակ, թե հիմա ինչ որ բան անել, եւ վախենում էին մարդիկ անգամ վկայեին, որ Քրիստոսն Աստված է, Քրիստոս բժշկեց, նա մարգարե է, եւ այլն, վախենում էին։ Եվ այսօր բացի մեր առաքելական եկեղեցուց, նաև ավետարանական խարիզմատ եկեղեցիներում կա այդ վախը։ Մեր եղբայրը այսինչ քույրիկին չի ընդունում, մենք էլ չենք ընդունում։ Մեր եղբայրն ասելա, որ այս խումբն ամենակ, գիտես մի հատ սենց արքայություն են կառուցել ոմանք, ու այդ արքայության մեջ իրանք թագավորներ են, այդտեղ Քրիստոս չկա, եւ իրենց այդ փառքն են վայելում, մինչև որ Քրիստոս շարժի եւ շարժում է Տերը եկեղեցիները, եւ այդ վախը տիրում է շատերի կյանքում։ Նա էլ պատասխանեց ու ասեց, թե մեղավոր է, չգիտեմ, մի բան գիտեմ, որ կույր էի եւ հիմա տեսնում եմ, սա է կարևոր, սա, ասում եմ, նշաններից կհասկանաք Տերը։ Գիտես, այսօր շատ այդպես գոռոզ խոսացողները ոչ մի բժշկություն իրանց միջոցով չի լինում, ոչ մի ազատագրություն չի լինում, պարզապես ունեն խարիզմա, ճարտար լեզու, կապեր, աթոռներ, լավ հագ ու կապ, տենց առաջ են գնացել, բայց զորությունը ուրացած է, գրված է Տիմոթեոսի մեջ, նրանցից էլ պետքա զգուշ լինենք, չեմ ասում դատապարտենք, պարզապես զգուշ լինենք։ Եվ
Նորից են հարցնում. «Ինչ արեց քեզ, ինչպես բացեց աչքերը»։ Նա էլ պատասխանեց եւ ասաց. «Արդեն ձեզ ասել եմ, չլսեցիք ինչ է, դարձյալ կամենում եք կրկնեմ, թե ուզում եք նրա աշակերտը լինել»։ Քավլիցի նրանք երբեք չէին ընդունի Քրիստոսին եւ նրա աշակերտը չէին դառնա, ինչպես նաեւ այստեղ մեր դարաշրջանում օծյալներին նախանձով լցվածները երբեք չեն ընդունելու այդ օծյալներին, երբեք չեն հետևելու նրանց, այլ նրանց նպատակն էր վերացնել Քրիստոսին, որպիսի ժողովուրդը նրա ետևից չգնա։ Եվ այո, ամբողջ նպատակը ժողովուրդն է։ Եվ Քրիստոսի նպատակն էր արարչագործությունը, եւ փարիսեցիների, որովհետեւ ժողովուրդն է, որ փարախը լցնում է ժողովուրդը, տենց մի համար կա 5 կտականում ասում է, որ արջարն է գոմի զորությունը։ Դու կարա շատ ճոխ գոմեր ունենաս, ու մեջը մի հատիկ ոչխար էլ չունենաս, ում է պետք այդ գոմդ։ Եվ նմանապես այսօր ամբողջ կռիվը գնում է հոգիների վրա, մասին վրա, կամ չգիտեմ հայերենը ոնց է ճիշտ ավելի ասելը, որտեվ երբ որ կա ժողովուրդ, այնտեղ կա եթե ճիշտ հավատամքա կա հոգիների փրկություն, ազատագրում, պարգևների գործել, իսկ եթե սխալ, շեղված մտքերով են առաջ գնում, այնտեղ կա ծափեր, լայկեր, փառքեր, ֆինանսներ, տասանորդներ եւ վերջ։ Այս ամենի մեջ պետք է մենք շատ զգույշ լինենք, որ ոչ միայն դատապարտենք, այլ նաև մենք մեզ հսկենք, որ մենք նման բաների մեջ չլինենք։ Եվ նրանք նախատեցին այդ կույրին եւ ասեցին. «Դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտն ենք։ Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, բայց սրան չգիտենք, թե որտեղից է»։ Մարդն էլ պատասխանեց եւ նրանց ասեց. «Հենց դա է զարմանալի, որ դուք չգիտեք, թե որտեղից է, եւ նա իմ աչքերը բացեց։ Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը աստվածապաշտ է, նրա կամքը կատարում է, նրան է լսում»։ Եվ այս մասն էլ է շատ խորը, հա, ինչ որ մի այն վերջի մակարդակի մարդ էր համարվում, հա, այս կույրը, բայց այնպիսի խորություններ է խոսում այստեղ, որ հասկանում ես, որ ամեն մարդու բան չի։ Աստված ասում է, այս աշխարհի իմաստուններից կպահեմ եւ հիմարներին կտամ իմ խորությունները, իմ ամեն հարստությունները, երկնային այդ գաղտնիքները, եւ այստեղ տեսնում ենք ինչպես է Տերը բացում եւ օգտագործում այս մարդուն հրաշագործ բառեր ասելու։ Այսինքն մեղավոր մարդը չի կարող աղոթել եւ բժշկություններ լինի, դուք չեք ճանաչում նրան, բայց նա ճանաչվում է իր գործերով։ Եվ սա Աստվածանից չէր, ոչինչ չէր կարող անել։ Եթե սա Աստվածանից չէր, ոչինչ էլ չէր կարող անել, ինչպես այսօր էլ շատերը մենակ լավ խոսում են, բայց ոչինչ չեն կարողանում անել։ Եվ սա շատ կարևոր է, քույրեր ջան, իմ համար շատ կարևոր է այն լավ ճարտար խոսացող քարոզիչներ, որոնք որ խոսում են, բայց զորությունը չի գործում, ուրեմն նրանք Աստծո հետ մտերիմ կապի մեջ չեն, որ Աստված չի համագործակցում, ինչպես Մարկոսի մեջ է ասում, որ ես նրանք կխոսեն եւ ես կհաստատեմ նրանց խոսքերը նշաններով եւ հրաշքներով։ Սա խոստում է։ Եվ եթե դու Տիրոջ մոտիկն ես, նրա բարեկամն ես, նրա ընկերն ես, նրա որդին ես, դուստրն ես, եթե դու աղոթես, պիտի շարժվի ամբողջ մթնոլորտները, հրեշտակները, դևերը,
հիվանդությունները պիտի ոչնչանան, դևերը պիտի փախչեն։ Սա աստվածաշնչյան է։ Այս վերջերս մի հոլանդացի, չէ, բելգիացի աղջիկ էր զանգել, ուզում էր աղոթեի իրենց համար, ինչ որ մեկի համար, որ բռնված է, ասեց քույրս դու օծված ես դևեր հանելու մեջ, գիտես հայ ես օծված եմ, ես գիտեմ դա, բայց ինձ մի քիչ դա այդ հարցը այդքան էլ իմ դուրս չի գալիս այս վերջերս, որ տենց հարցնում են, որովհետև ինչ հաոծությունը, քեզ հավատք ա պետք պարզապես։ Աստված ասում է Մարկոսի 16:17-ում կարծեմ, ով որ հավատա իմ անունով դևեր կհանի։ Այստեղ չի ասում, ով որ օծվի իմ անունով դևեր կհանի։ Խնդիրը հավատքի պակասությունն է, խնդիրը հավատքի մեջ է։ Ինչի համար է Աստված ասում երեխաների նման հավատացեք, որովհետև միամիտ հավատում են ու անում են։ Այդ Տերը հենց դա է ուզում, որ մենք հավատանք անմնացորդ, ուզում ա դա քաղցկեղ լինի, թե մահացած դիակ լինի, դու պետքա 100% հավատքով մոտիկանաս եւ աղոթես։ Եվ այն հրաշքները, որ Քրիստոս արեց, ասում ա դուք էլ կանեք։ Եվ պետքա մենք զարգացնենք մեր ներսը, հմտացնենք եւ գիտես ես տունը ունեմ անանեխի սերմ։ Տերն ասում է, որ ամենափոքրն է ու իրականում, որ իրան սենց աչքդ մի թարթես նորից նայես, կարողա չտենաս, այնքան փոքր է։ Այդ չափի հավատք եթե ունենաք, սարեր կտեղափոխեք, Տերն ասում է։ Հավատքի խնդիրն է։ Եվ մենք պետք է աշխատենք մեր վրա, որ չկասկածենք, չերկմտենք, ապա հավատքով առանց երկմտելու վերցնենք այն ամենը, ինչը որ օրենսդրորեն մեզ ա պատկանում։ Եվ այս ամեն շորշոփները, որ կատարվեց, Հիսուսը ներկա չէր, բայց հսկում էր, նա լսում էր, նա տեսնում էր։ Եվ այս ամենից հետո Հիսուսը լսեց, գրված է 35-ից, որ նրան դուրս արին եւ նրան գտավ եւ ասաց նրան. Դու հավատում ես Աստծո որդուն, նա պատասխանեց եւ ասաց. Տերով է նա, որ հավատամ նրան։ Գիտես մի հատ կույր, որ կյանքում ոչ մի մարդու երես չի տեսել, չգիտեմ ինչ մի հավատք չի ունեցել, ինչ հավատա, ում ա ճանաչում, պարզապես շփոթված վիճակ ա եղել ինձ թվում ա իրա մոտ։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. տեսար էլ նրան եւ քեզ հետ խոսում էլ է նա, ինքն է, եւ նա ասաց հավատում եմ Տեր եւ երկրպագեց նրան։ Գիտես սիրում եմ Հիսուսի համարձակությունը։ Ես դեմ եմ նաեւ այդ կեղծ խոնարհությանը, որը շատ կա մեր ուրիշ խմբերում, չեմ ուզում առանձնացնեմ այսօր, ոտքեր կլվան, ձեռքեր կհամբյուրեն, պատիվ կտան, բայց տեղը գա լավ հետևներից կխոսեն եւ չեն հավանում իրենց եւ խնդիրներ ունեն իրենց հետ։ Իսկ այստեղ Քրիստոս ասում է ես եմ Աստծո որդին, նա է որ քո հետ խոսում է, այդ համարձակությունը, երբ որ տեղեր կա ասելու, այո ես օծված եմ, այո ես Աստծո դուստրն եմ, այո ես Տիրոջ հոգով կարող եմ, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, եւ սա հպարտություն չի, սա ինքնաճանաչելիություն է Քրիստոսի մեջ։ Իհարկե, պետք է զգույշ լինենք, որ գայթակղություն չլինի մեր համարձակությունը ոմանց մոտ։ Քրիստոսն էլ անընդհատ չէր ասում. Ես եմ Աստծո որդին, ես եմ Քրիստոսը։ Շատ քիչ տեղերում, բայց նաև շատ համարձակ նա ասում էր, որ ինքն է Քրիստոսը, Աստծո որդին։ Եվ Հիսուսն ասեց. Ես դատաստանի համար եկա այս աշխարհ, որ չտեսնողները տեսնեն եւ տեսողները կուրանան։ Այստեղ իր լեզվով խոսեց իր հետ, հա, ինքը կույր էր, որպեսզի
չտեսնողները տեսնեն։ Կարծես իրան ասում էր այդ մարմնավոր իր իրավիճակի մասին եւ միգուցե ինքը ուրիշ բան չէր էլ կարող հասկանալ, բայց Քրիստոս սա գրել տվեց մեզ համար, սա հոգևոր կուրության մասին է, որ բոլոր հոգևոր կույրերը սկսեն տեսնել եւ գալու է դատաստանի օրը եւ ովքեր որ այսքան լսելուց հետո չեն տեսել, Աստված ասում է դատաստան ա լինելու եւ չտեսնողները տեսնելու են եւ տեսնողները կուրանան։ Եվ ովքեր էին տեսնողները այն ժամանակվա փարիսեցիներն ու սադրուկեցիները ամեն բան գիտեին, գիտունիկներն էին, տեսնում էին, ամեն ինչ գիտեին, բայց կույր եւ կույրերի առաջնորդ են գրված է Մատթեոսի մեջ։ Միթե մենք էլ կույր ենք, Հիսուսն էլ նրան ասաց, եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում եք, նրա համար ձեր մեղքերը մնում են։ Այստեղ փարիսեցիներն են հարցնում, արդյոք մեզի նկատի ունես։ Այո, եթե ասում եք, որ տեսնում եք, հենց ձեզ էլ նկատի ունեմ։ Նա շատ ուղիղ էր խոսում եւ ինքս էլ եմ սիրում ամեն բան իր անունով կոչել։ Ես հիշում եմ հրավիրված էի մի եկեղեցի ծառայելու եւ խոսքը պատրաստել էի ամեն բան պատրաստ գնացել էի, բայց ամբողջ գիշեր Աստված փոխեց այդ խոսքը ու ասեց գնա ու ասա, որ պիտի ապաշխարի այդ եկեղեցին, որ այս մեղքերը կա։ Ու սենց դու սառում ես ու հասկանում ես, որ սա մեծ խնդիրներ կբերի քո համար, հա, քո անձի համար, քո ծառայության համար, քո անունի, բայց հնազանդվում ենք, թե խաղ ենք խաղում։ Եվ գնացի եւ ասեցի այս խոսքն էր Աստված ինձ տվել, բայց գիշերն Աստված ասեց, որ կամ եւ ձեզ սա ասեմ, ծառայող ապաշխարեց ու ամբողջ եկեղեցին միաբերան ապաշխարեցին եւ զղջացին այն մեղքերի համար, որոնք որ շատ դիպուկ էին եւ շատ կարեւոր է սիրել եւ սիրելու մեջ է նաեւ հանդիմանությունը, սիրո մեջ է նաեւ խորհուրդ տալը, լռելը անգամ այն ամեն բանի մասին, որ կա, որ Տերը թույլ չի տալիս ասել կամ տալ։ Միշտ չի, որ Աստված սիրելով տալիս է մեզ այն ամեն ինչ, որ ուզում ենք իրենից, այլ իր կամքի համաձայն է տալիս, որը որ մեզ պիտանի է այդ ժամանակ, պետք է ծառայության համար, ընտանիքի համար, առողջության համար, իրավիճակների համար, Աստված գիտես չի անում այնպես, որ մենք իրա տալով կպնենք իրեն, այլ նա ուզում է, որ մենք կպնենք իրեն իր համար։ Պողոս Առաքյալը այդպիսի մի գեղեցիկ խոսք ունի Կորինթացիների եկեղեցուն, Սա շատ դիպուկ խոսք է, որը նաև տասնանորդ հավաքողներին եմ ես միշտ վերագրում։ Նա ասում է, ես ձեր բանը չորոնեցի, այլ ձեզ որոնեցի։ Գիտես ուզում ասի, որ ինձ ձեր տվածը պետք չի, ես ձեզ եմ սիրում, ես ձեր համար եմ գալիս այդ Կորինթոս, հա, ծառայում եմ, ինձ ձեր գումարները պետք չի, ինձ դուք եք պետք։ Եվ նմանապես պիտի լինենք մենք, մեզ Աստծու տվածները պիտի չկարևորենք, հա, այլ պետք է Աստծուն կարևորենք։ Սա մակարդակ է հոգևոր դավանության մեջ։ Ես այսօր շատ քույրեր, մեծահասակներ մանավանդ, այ քուր մի հատ էս բանի համար աղոթի, մի հատ էս հոգսի, մի հատ այն հոգսի։ Ես շատ հազվագյուտ եմ լսում, որ ասեն աղոթի, որ մոտիկանամ Տիրոջը, որ լսեմ նրա ձայնը, որ պարգևներս գործեն, շատ քչերը, նրանք ովքեր համտեսել են եւ էլ ավելին են ուզում, միգուցե իրանք էլ պետքա քննեն իրեն շարժառիթները, անգամ այդ պարգևներ ուզելը, ինչի համար ես ուզում, այդ ամեն բանը ինչ որ ուզում ենք, պետք է միայն հոգիների փրկության համար եւ Աստծո փառք բերելու համար լինի։ Սիրելի Հիսուս, շնորհակալ եմ այսօրվա խոսքիդ համար,
Օրհնում եմ քո խոսքը, որը որ սերմա, որ ցանում ես մեր կյանքի մեջ, որ մենք էլ ավելի հասունանանք, իմաստուն դառնանք խոսքի մեջ, հղկված լինենք եւ իմանանք պատասխանելու թե մարդկանց, թե հոգևոր դաշտում Տեր։ Օրհնում եմ ամեն լսողին Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Թող փառավորվես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ալելույա։ Ամեն։